Սուրբ Եվամա եւ ահավոր պատարագին կաննելու, հաղորդակից լինելու, հաղորդվելու Քրիստոսի քրչակալ մարմինը եւ արյունը։ Եվ նաեւ ես անձնապես փառք եմ տալիս Աստծուն, որ Տեր այսօր արժանացրեց ինձ հետ ձեզ հետ միասին հաղորդակից լինել, իմ հոգեվոր եղբոր Սուրբ Եվամա պատարագին մասնակից լինել, ճաշակել եւ նաեւ ձեզ հետ միասին Աստծո խոսքը հայտնի կիսել։ Հանուն Հոր եւ Որդու եւ Ոգուի սրբով։ Աստված ներիր ինձ մեղավորիս։ Այսօրվա ճաշու ավետարանը բոլորիս հայտնի Լուկասու ավետարանի առակներից էր Փարիսեցու Մաքսավորի մասին։ Այս առակը տարվա մեջ երկու անգամ է ընթերցվում։ Մեկը մեծ պահոց 5-րդ կիրակին եւ մյուսը Սուրբ Ծննդյան պահոց, Հիսնակի պահոց կրկին 5-րդ կիրակին։ Եվ պատահական չի, որ եկեղեցին այսպես կարգել է այս առակը տարվա մեջ մեծագույն երկու տաղավար տոներից առաջ այս առակը որպես պատարագի ընթերցված ճաշու ընթերցվի եւ նրա պատգամը փոխանցվի հավատացյալներին։ Առակը մեզ սովորեցնում է քրիստոնեական կյանքի ամենաանհրաժեշտ եւ ամենաբարդ առաքինություններից մեկի մասին, խոնարհության մասին։ Եվ միաժամանակ առակը նշում է ամենավտանգավոր մեղքերից մեկի ինքնարդարացման մասին։ Քրիստոս առակը ասում է նրանց, որոնք պարծենում էին իրենցով, թե իրենք արդար են եւ արհամարհում էին ուրիշներին։ Առակը ուղղված չի չար մարդկանց, ուշադիր սիրելի հավատացյալ։ Առակը չարագործների մասին չի, հանցագործների մասին չի։ Առակը մարդկանց, որոնք կրոնական կյանքով են ապրում, հավատքի կյանքով են ապրում, եկեղեցի են գալիս, աղոթում են, Աստծո առաջ են կանգնում, սակայն նրանց սիրտը գոռոզությամբ է բռնված, նրանց միտքը մեծամտությամբ է բռնված եւ հոգին հիվանդացած է հպարտությամբ, մեծամտությամբ, ամբարտավանությամբ, առակը այս տեսակ մարդկանց է ուղված։ Քրիստոս նախ գոռոզությունը, մեծամտությունը, հպարտությունը, ամբարտավանությունը, որ մենք մեղայի մեջ նաև կարդում ենք սրանց նման ծանր մեղքերը, կուրացնում են մարդկանց աչքերը այն աստիճան, որ մարդը դադարում է սեփական մեղքերը տեսնել։ Եվ Քրիստոս առակը պատմելու ընթացքում երկու կերպարի է դիմում՝ Փարիսեցու եւ Մաքսավորի։ Գիտեք, ովքեր էին փարիսեցիները, հրեական այն խավն էր, այն դասակարգն էր, որոնք իրենց համարում էին արդարներ, օրինապահներ եւ Աստծո ընտրյալ ժողովուրդ։ Իսկ Մաքսավորները հրեական հասարակության ամենաարհամարված խավն էր, մարդիկ, որոնք պետական պաշտոնյաներ էին, հարկահավաքներ, մաքսավորներ, սակայն որոնք շատ մեղավոր ծանր կյանքով էին ապրում։ Քրիստոս առակը դիմում է այս երկու կերպարներին։ Փարիսեցին արտաքինից ամեն ինչ ճիշտ էր անում։ Ծոմ էր պահում, տասանորդ էր տալիս եւ աղոթք էր անում։ Եվ մարդու մաքուր արդար առաքինի կյանքով էր ապրում։ Սակայն նրա սիրտը Աստծո առաջ ուղիղ չէր։ Նա տաճարում կանգնել էր ոչ թե Աստծո առաջ աղոթելու, այլ իր եսի առաջ։ Շնորհակալ եմ Տեր, ասում էր, որ սրանց նման չեմ, այս մյուսների նման չեմ։ Շնորհակալ եմ ավելին, որ ես այս եմ անում, ես։ Ինքը ուրեմն կանգնած էր ոչ թե Աստծո տաճարի մեջ Աստծո առաջ, այլ ինքը կանգնել էր իր եսի առաջ եւ ինքնա գովերգությամբ էր զբաղված։ Իսկ Փարիսեցին հակառակ որ շատ ծանր մեծ մեղքեր ուներ, բազում մեղքեր ուներ։ Մարդիկ նրանց ատում էին Փարիսեցուն,
Հասարակությունը դատապարտում էր այս տեսակին։ Նա չէր եկել տաճար արդարություն պահանջելու։ Նա եկել էր տաճար Աստծուց ողորմություն աղերսելու։ Եվ գլուխը կախած, աչքերը վերջ էր բարձրացնում, կուրծքն էր ծեծում եւ ասում. Աստված ների ինձ մեղավորիս։ Կարճ աղոթք, սակայն որը իր մեջ պարունակում է ճշմարտություն, պարունակում է նվիրում Աստծո նկատմամբ եւ պարունակում է նաեւ անկեղծություն իր անձին եւ Աստծո հանդեպ։ Քրիստոս եզրակացնում է, ասում է այս մեկը տաճարից գնաց արդարացած Բաքսավորի համար, իսկ մյուսը ոչ։ Աստված չի փնտրում կատարյալ մարդկանց։ Աստված փնտրում է մարդկանց, որոնք խոնարհ են սրտով, որոնց սիրտը փշրված է Աստծո առաջ, որոնք զղջացող սիրտ ունեն։ Աստված նրանց է փնտրում։ Մաքսավորը եկավ մեղավոր, հեռացավ արդարացած։ Փարիսեցին եկավ արդար, սակայն հեռացավ արդարությունը կորցրած, որովհետև հպարտացած էր նա։ Խոնարհությունը ճանապարհ է դեպի Աստված, իսկ հպարտությունը, մեծամտությունը, գոռոզությունը ճանապարհ է դեպի դատապարտություն։ Եկեղեցվո հայրերից մեկն ասում է, հպարտությունը քաղցր թույն է, ինքը քաղցր է, սակայն թույն է։ Երբ մարդ իրեն սկսում է չափել ուրիշների հետ, համեմատել ուրիշների հետ, նա իր առջև ունի երկու ճանապարհ։ Կամ դառնում է հպարտ, կամ ընկնում է հուսահատության մեջ, հիասթափության մեջ, ամոթի մեջ, երբ ինքը իրեն համեմատում է ուրիշների հետ, երբ ինքը չափում է իրեն ուրիշներով, այս երկու ճանապարհներ կործանարար են։ Թե երբ մարդ իրեն համեմատում է իրենից նվաստների հետ, իրենից թույլերի, տկարների եւ իրեն բարձրացնում է, ուռում է, փքչում է եւ հպարտանում է, արդեն դա իրեն համար կործանարար է։ Եվ թե երբ մարդ իրեն համեմատում է իրենից ավելի բարձրերի հետ, ավելի սուրբերի, մաքուրների, նրանց հետ է չափում իրենց, կարող է այդ տեսակ մարդը նորից ընկնել հուսահատության մեջ, հիասթափության մեջ, ամոթի մեջ, եւ դա է իրեն կործանման տանել։ Քրիստոս առաջարկում է մեզ այլ ճանապարհ։ Մենք մեզ պիտի չափենք Աստծո լույսի մեջ։ Եվ երբ Աստծո լույսի մեջ ենք մենք մեզ չափում, տեսնում ենք, որ բոլորն էլ մեղավոր են։ Եվ բոլորը կարիք ունեն Աստծո ողորմության։ Եվ Աստծո ողորմությունը հասնում է յուրաքանչյուրին, բոլորին։ Հայրենից մեկն ասում է, խոնարհությունը մեր փրկության դուռն է։ Խոնարհությունն է մարդու առաջ բացում փրկության դուռը։ Բացում դուռը առ Աստված, բացում դուռը դեպի երկնքի արքայություն։ Քրիստոնեական կյանքի, քրիստոնյայի հոգևոր կյանքի կարևորագույն երկու խորհուրդ կա. սեր եւ խոնարհություն։ Ուրիշ ոչինչով մարդ չի կարող կատարյալ քրիստոնյա դառնալ, չի կարող Աստծուն տեսնել, չի կարող Աստծո առաջ Աստծո դռները նրա առաջ բացվել, եթե մարդը չունի սեր եւ չունի խոնարհություն։ Իսկ հայրերն ասում են, խոնարհության ծաղիկը աճում է նեղությունների փշերի մեջ։ Եթե չկա նեղություններ, չկա դժվարություններ, չկա հալածանք, չկա տառապանք, չկա ցավ, խոնարհությունը չի կարող աճել։ Խոնարհության ծաղիկը միայն այս վիճակներում է որ աճում եւ հետո անշուշտ մարդու կյանքում պտուղ է տալիս։ Հայրենից մեկն ասում է, աղոթքը չի սկսվում այն պահից, երբ քո շուրթերին խոսքեր կան, այլ աղոթքը սկսում է այն պահից, երբ քո սիրտը ճշմարիտ է, երբ քո սիրտը խոնարհ է, երբ քո սիրտը զղջացող է։ Ուրեմն չկարծենք, որ երբ որ խոսքեր ասեցինք եւ
այդ ձևով արդեն մեր աղոթքը մեր շուրթերից բարձրացավ եւ Աստծուն լսելի դարձավ։ Խոսքերով չի, որ այլ երբ որ մարդու սիրտը ինքը ճշմարիտ է, մարդու սիրտը խոնար է, մարդու սիրտը կոտրած է, զղջացող է, այն ժամանակ քո աղոթքը Աստված լսում է։ Կարող է դրա մեջ միջև անգամ խոսքեր էլ չլինեն, այլ սրտի այս վիճակը ինքը աղաղակում է Աստծուն։ Աստված չի լսում ինքնագովությունը։ Եվ ուրիշ կարևոր բան, Աստված չի լսում դատավճիռները ուրիշի մասին։ Երբ որ մենք դատավճիռներ ենք կայացնում ուրիշների մասին, Աստված չի լսում այդ աղոթքը։ Քրիստոս ամփոփում է առակը ասելով, ով որ բարձրացնում է իր անձը, պիտի խոնարհվի, ով որ խոնարեցնում է իր անձը, պիտի բարձրացվի։ Իրականում այս Քրիստոսի խոսքերը ոչ թե ամփոփում է միայն առակի մասին, այլ կարելի ասել ամփոփում է ամբողջ ավետարանի, ով որ իրեն խոնարեցնի, Աստված նրան պիտի բարձրացնի, ով որ իր անձը կբարձրացնի, Աստված նրան խոնարեցնելու է։ Խոնար սիրտը Աստծո առաջ միշտ բաց է, իսկ հպարտը թլվում է իր իսկ ծանրության ներքո հայրեն ասում է։ Եվ այսօրվա առակը մեզ պատգամ է, սիրելի հավատացյալներ, կանգնել Մաքսավորի կողքին եւ նրա աղոթքը դարձնել մեր ամբողջ կյանքի աղոթքը, ներիր ինձ Տեր մեղավորիս։ Եթե այս խոսքերը դարձնենք մեր ամբողջ կյանքի աղոթքը, սրանով մենք կանգնենք Աստծո առաջ, առակի խոսքի համաձայն Մաքսավորի հետ մենք էլ պիտի արդարանանք, պիտի խաղաղություն գտնենք եւ նաեւ Աստծո որդեգրությունը մեր մեջ պիտի վերականգնվի։ Թող Տերը շնորհի այս զղջացող հոգին, խոնար հոգին յուրաքանչյուրիս, բարի հոգին, ճշմարիտ սիրտը Աստծո առաջ կանգնելու եւ Մաքսավորի օրինակով նրանից ողորմություն ստանալու։ Ամեն։